Որդուս մեքենա էր հարվածել և նա մահացել էր, բայց հուղարկավորությունից 4 օր անց նրա մարմինը նորից հայտնվեց մեր տանը։ Շերիֆը կարծում էր, թե կինս վշտից խելագարվել է և ինքն է փորել հանել դիակը։ Սակայն նայելով գետնի վրայի հետքերին և որդուս մատներին, դատաբժիշկը հավատաց, որ նա դուրս է սողացել գերեզմանից։ Հանկարծ նրանք նկատեցին շրջված բաժակը։ Սարսափած շերիֆն անմիջապես դուրս եկավ, բայց խիզախ դատաբժիշկն ուղղվեց դեպի որդուս կողմը։ Հաջորդ օրը որդուս դասընկերը եկավ տուն, նրան հրաժեշտ տալու։ Նա թխկացրեց պատուհանը և հաջորդ իսկ վայրկյանին ընդամենը մի քանի օր առաջ կինս նյարդայնացած ասաց, որ խոհանոցի ջրահեռացման խողովակից տարօրինակ ձայներ են գալիս։ Ես լուրջ չընդունեցի, քանի որ գիտեի, որ մեր հարևան Վոլտերը վերանորոգում է իր տունը, բայց կինս պնդում էր, որ դա մարդկային ձայնի էր նման։ Կեսգիշերին կինս վեր կացավ լոգարան գնալու։ Ես արթնացա հարվածների ձայնից։ Կատաղած գոռացի հարևանի վրա, որ դադարեցնի աղմուկը։ Բայց ձայնը չէր կտրվում, իսկ հարևանս չէր պատասխանում։ Գնացի նրա տուն, սպառնացի զանգել ոստիկանություն։ Հետո տուն վերադարձա, հասկացա, որ հարվածների ձայնը գալիս էր մեր լոգարանից։ Մտա լոգարան։ Այն, ինչ տեսա, ինձ ապշեցրեց։ Կինս ինչ-որ առեղծվածային ուժով կախված էր օդում, որը նրա մարմինը պարբերաբար հարվածում էր պատերին։ Ես փորձեցի կանգնեցնել, բայց անզոր էի։ Ի վերջո, ես միայն կարող էի դիտել, թե ինչպես է նա վերածվում դիակի։ Ես ձերբակալվեցի կնոջս սպանելու մեղադրանքով։ Բայց ինձ հարցաքննողները ոչ թե ոստիկաններ էին, այլ բժիշկ և նրա օգնականը, ովքեր ուսումնասիրում էին գերբնական երևույթներ։ Նրանք հարցրեցին, արդյոք որևէ անսովոր բան է տեղի ունեցել։ Ես հիշեցի մեր հարևան Վոլտերին։ Հենց որ նրանք լսեցին նրա անունը, ծայրաստիճան լարվեցին։ Պարզվեց, որ նա նույնպես առերեսվել էր տարօրինակ երևույթների։ Նա նախկինում զանգել էր բժշկին։ Նրան միշտ թվում էր, թե ինչ-որ մեկը գտնվում է իր մահճակալի տակ։ Ամեն անգամ, երբ նա պառկում էր մահճակալն ինքնուրույն սկսում էր շարժվել։ Նա նայում էր մահճակալի տակ, բայց ոչինչ չէր գտնում։ Մահճակալի կողքի լամպը հանգչում էր։ Հենց որ նա նորից միացնում էր այն, զգում էր, թե ինչպես է ինչ-որ մեկը դուրս վազում սենյակից։ Նա սարսափած թաքնվեց վերմակի տակ։ Հանկարծ